Սահմանադրության փոփոխության պահանջ Բաքվից, արձագանք Երևանից իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների մակարդակով։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը տորպեդահարել է Բաքուն, խոստովանություն Ալիևի օգնականից։ Հայ-ղազախական հարաբերությունները Փաշինյան-Տոկաև հեռախոսազրույցի առանցքում։ Հայտնի են 9-րդ գումարման խորհրդարանի երկու փոխխոսնակների անունները։ Արևմուտքին չի հաջողվում միգրանտների առաջ փակել դռները, ով կբացի իր երկրի սահմանները ներգաղթյալների համար։ Կոկիկ, ոչ միայն արտաքին տեսքը, այլև առաքման պայուսակը, ՍԱՏՄ պահանջը։ Ռուսաստանը արգելափակել է հայկական ջրի եւ գազավորված ըմպելիքների վաճառքը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամի գլխավոր թողարկումն է։ Եվ այսպես հայտնի են խորհրդարանի իշխանական երկու փոխխոսնակների անունները Հայկ Կոնջորյանի եւ Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը կողմ են քվեարկել միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները։ 9-րդ գումարման խորհրդարանում իշխանություն ընդդիմություն բանավեճում այսօր էլ մեղադրանքների պակաս չի եղել։ Անվտանգային հարցերից մինչև էլեկտրական ցանցեր ու Հայփոստի տնօրենի աշխատավարձի թեման Էդուարդ Պողոսյանն է անդրադարձում։ Հարցից բոլորը շեղվել են եւ այդ իրավունքից կօգտվեմ նաեւ ես։ 3 օրվա երկրորդ կեսից նորընտիր ազգային ժողովը քննարկում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրության հարցը։ Իշխանությանը հասնող երկու աթոռներից մեկին ՔՊ-ն ուզում է նստի Հայկ Կոնջորյանը, բայց նրա թեկնածության շուրջ հարցերը սպառել են падգամավորները։ Հիմա խոսում են ամեն ինչից 2020-ի 44-օրյա պատերազմից, Ալիևի Հայաստան 300,000 ադրբեջանցու ուղարկելու հայտարարություններից, Հայաստանի էլեկտրական ցանցերը պետականացնելուց, Հայփոստից, նոր ազգային ժողովում թրենդային դարձած բարեկրթությունից ու նույնիսկ սեռով պայմանավորված խտրականությունից, բայց ոչ Կոնջորյանի թեկնածությունից։ Դուք շահեկան դիրքերում չեք խոսելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շուրջ, որտեղ եւ որ վարչապետը այս ամբիոնից դադարելով լինել դաշնակցական, ասում էր, որ պետք է նշաձողը իջեցնենք, դուք չեք համաձայնել դրան։ Դուք շարունակաբար կրկնել եք նույն սխալը, էս է մեր եւ ձեր տարբերությունը։ Էս է նրա պատճառը, որ 21 թվականին վերընտրվել ենք, 26-ին վերընտրվել ենք։ Շարունակում ենք քննարկել Հայկ Կոնջորյանի թեկնածությունը։ Մեր կոնցեպտը շատ պարզ է։ Ասում ենք, սիրելի ժողովուրդ, եկեք ֆիքսենք, որ երկրներն են մեր սպառնալիքները, եւ դա Ադրբեջանը եւ Թուրքիան են։ Մնացած երկրները կարող են լինել մեր պոտենցիալ դաշնակիցները։ Դուք ասում եք, եկեք սպառնալիքին սպառնալիք չանվանենք, դրանով սպառնալիքը կդադարի սպառնալիք լինել, ու եկեք թշնամիներ ման գանք, որտեղ կարող ենք։ Հայ-ադրբեջանական հակամարտությունից մեր երկրի անվտանգային սպառնալիքներից անցում էլ ցանցերի ու Հայփոստի թեմային։ Այս դեպքում արդեն ՔՊԱ-ականների բանավեճը ընդդիմությունից ուժեղ Հայաստանի падգամավորների հետ է։ Ընդդիմադիրները հետաքրքրվում են, թե ինչպես է ստացվում, որ ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնի համար պայքարի մեջ մտած Հայկ Կոնջորյանի կնոջ Շուշան Ալեքսանյանի կառավարման օրոք Հայփոստում նվազում է ընկերության հասույթը, փոխարենն ավելանում վարկերը, բայց Ալեքսանյանն ըստ պաշտոնական հայտարարագրի ամսական մոտ $10,000 համարժեք աշխատավարձ ստանում։ Ուրեմն հետևություն, որ պետությունը մասնավոր ոլորտի ամենալավ կառավարիչը չէ, հեծի օրինակի ակնարկով հարցնում է ընդդիմությունը։ Պետության հաշվին top մենեջերը ստանում է $10,000 աշխատավարձ, շուրջ 40 անգամ, մինչև 40 անգամ, լավ 37-8 անգամ ավելացրել են պարտքերը եւ խոսում են, որ ամեն ինչ նորմալ է։ Գիտեք, պետությունը կործանման տանելու ամենակարճ ճանապարհներից մեկը դա երկակի ստանդարտների կիրառումն է։ Եթե տնօրենը Հայփոստի աֆիլիացված չլիներ պարոն Կոնջորյանի հետ, դժվար թե նա կարողանար շարունակել պաշտոնավարել։ Հիմա ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունը սրընթաց այդ ուղղությամբ է գնում։ Կամ կառավարիչներ են նշանակվում պետության կողմից, կամ պետությունը փայատեր է դառնում հիմնարկներում։ Այս մոդելը որտեղից է վերցվել։ Իշխանությունն այլ բանաձևով է հայացքն այս հարցին ուղղում։ Այստեղ հարցը այն չէ, որ Հայկ Կոնջորյանի կինը կոմպետենտ է իր պաշտոնին, թե ոչ, այլ հարցը այն է, որ Հայկ Կոնջորյանի կինն է։ Ինքը խորհրդարանի փոխխոսնակի թեկնածու Կոնջորյանը լսելով ընդդիմությանը վերահաստատել է համոզմունքը, որ ամեն բան միայն իր հետ փոխկապակցված անձանց շուրջն է պտտվում, հակափաստարկներ չի լսել կոնկրետ իր թեկնածության վերաբերյալ։ Դուք վախենում եք, հարգելի գործընկերներ, որ ես այստեղից բարձրանամ այստեղ։ Դուք շատ ուժեղ վախ ունեք դրանից,
Եվ ես ուզում եմ ձեզ հանգստացնել։ Հանգիստ եղեք, եթե ես ընտրվեմ, խոստանում եմ ձեզ համար ապահովել հաճելի ժամանց այս նիստերի դահլիճում։ Նույն կերպ գրեթե նույն համամասնությամբ միայն մեկ ձայնի տարբերությամբ Ռուբեն Ռուբինյանի հետ համեմատ, բացառապես կուսակիցների աջակցությամբ նորընտիր խորհրդարանի նախագահությունում Ռուբինյանից մեկ աթոռ աճ կնստի նաև Կոնջորյանը։ Հերթում երկրորդ փոխխոսնակի պաշտոնն է, ՔՊ թեկնածուն Վահագն Ալեքսանյանը։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ Բաքուն շարունակում է պահանջել Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ընդ որում մայրօրենքից պահանջում են հեռացնել ոչ միայն իրենց, այլև Թուրքիայի նկատմամբ ամրագրված այսպես կոչված տարածքային պահանջները։ Դա այն հիմնական պայմանն է, որպեսզի հայ-ադրբեջանական խաղաղության նախապայմանագիրը դառնա վերջնական, այսինքն փաստաթուղթը ստորագրվի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը, պնդելով, որ չնայած պայմանագրի բացակայությանը տարածաշրջանում արդեն հաստատվել է խաղաղություն, եւ չնայած պաշտոնական Երևանը շարունակ նշում է, թե Հայաստանի սահմանադրության հարցը մեր ներքին գործն է, հայկական փորձագիտական վերլուծական համայնքում փաստում են այդ հայտարարությունը ըստ էության չի զսպում Բաքվին առնվազն չխառնվելու մեր ներքին գործերին, ինչպես ձևակերպում է Փաշինյանի կառավարությունը։ Նա վարչապետին հասկացնում է, որ որ դու սահմանադրական մեծամասնություն չունես, դա չի նշանակում, որ ձեր կողմը կարող է պարտավորությունները չկատարել եւ անկախության հռչակագիրը չեղավ չհայտարարել սահմանադրությունից։ Գտիլ ճանապարհ Հայաստան ներքին գործ ունի այլև։ Ադրբեջանը կարող է շատ հանգիստ միջամտել Հայաստանի ներքին գործերին, որը ներքին չի արդեն, որտեղ այդ գործերն վերաբերվում են Ադրբեջանին։ Հայաստանը կապիտուլյացիա ենթարկված երկիր է։ Դա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած բան կարող է պահանջել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է նկատվում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱԿ գործող նախագահ Ինյաթիո Կասիսի հետ մամուլի ասուլիսում։ Բայրամովի խոսքով կարգավորման գործընթացի տարերից մեկը թրիփ նախագիծն է, որը ընդգրկվել է փաստաթղթում Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն Բայրամովը ԵԱԿ նախագահի հետ քննարկել է խաղաղության գործընթացը, անվտանգության ու ականազերծման վերաբերյալ այլ հարցեր։ Եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացվի, ապա Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել ավտոմեքենայով կամ գնացքով, ինչը նոր տրանսպորտային հնարավորություններ կստեղծի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Սա էլ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը Հիկմետ Հաջիևի խոսքով, Ադրբեջանը գրեթե ավարտել է տրանսպորտային ենթակառուցվածքների շինարարությունը, իսկ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ համատեղ պարտավորություն է ստանձնել ավարտին հասցնել մոտ 42 կիլոմետր երկարությամբ պակասող հատվածի շինարարությունը։ Հաջիևը նաև խոստովանել է, որ Բաքուն է վիժեցրել Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, հայտարարելով, թե նման որոշման ընդունումը չէր արտացոլի պատմական իրականությունը։ Հապկում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշում կայացնելու համար կոնսենսուս կպահանջվի, հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ Վիկտոր Վասիլևը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է, որ հարցը ամենայն հավանականությամբ կքննարկվի նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ Հարցի քննարկումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանում։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կառույցում ձայնի իրավունքի կասեցման հնարավորությանը, կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը 2 տարվա ընթացքում չվճարելու դեպքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարթ Տոկաևի հետ։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տոկաևին շնորհավորանքի համար եւ հաջողություն է մաղթել օգոստոսի 23-ին կայանալիք Կուրուլթայի ընտրություններում եւ հրավիրել է նրան այց կատարել Հայաստան։ Ղազախստանի նախագահը ընդունել է հրավերը։ Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-Ղազախստան հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձել համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին։
Կառավարությունը 1141 հայտ է ստացել աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից, որոնց վարչապետը հրավիրել էր գիտելիքները ծառայեցնել Հայաստանի պետական կառավարման համակարգին։ Փաշինյանը հայտնել է, որ դիմումների ուսումնասիրության և նախնական ընտրության արդյունքում 459 թեկնածու կամ դիմորդների շուրջ 40%-ը անցել է երկրորդ փուլ։ Հարցազրույցների և մասնագիտական գնահատման արդյունքների հիման վրա կձևավորվի կառավարության կադրային բանկ, իսկ մի շարք դիմումատուների դեպքում վարչապետը բարձր պաշտոններում նշանակելու որոշում արդեն կայացրել է։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Արևմուտքին չի հաջողվում միգրանտների առաջ փակել դռները, ով կբացի իր երկրի սահմանները ներգաղթյալների համար։ Կոկիկ, ոչ միայն արտաքին տեսքը, այլև առաքման պայուսակը, ՍԱՏՄ պահանջը։ Ռուսաստանը արգելափակել է հայկական ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը միջազգային լրահոս։ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը կրկին հայտնվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի թիրախում, տեղական իշխանությունները զոհերի և վիրավորների մասին են հայտնել։ Չեխով քաղաքի արդյունաբերական գոտում գտնվող Վայլդբերիս ընկերության պահեստների վրա դրոնային հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 6 մարդ։ Մի քանի պահեստներում հրդեհ է բռնկվել, վնասվել են նաև էլեկտրական ենթակայանն ու վարչական շենքը։ Ավելի ուշ Վայլդբերիսը հաստատել է նաև Կրասնիբորում գտնվող պահեստում թիրախավորման մասին։ Ռուսական Forbes-ի գնահատմամբ հուլիսին Վայլդբերիսը կորցրել է պահեստային հզորությունների առնվազն 17%-ը, վնասը կազմել է շուրջ 280 միլիարդ ռուբլի։ Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնություն այս պահին չկա, կողմերը շարունակում են աշխատանքը այս ուղղությամբ։ Կատարի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ միջնորդները գործարքի կնքման համար որևէ ժամկետ չեն սահմանել, սակայն իրավիճակը կարող է փոխվել առաջիկա ժամերի կամ օրերի ընթացքում։ Ալ-Անսարին նշել է, որ բանակցություններին վերադառնալու համար առաջինն ու ամենակարևորը հրադադարի պահպանումն ու Հորմուզի նեղուցում նախկին ստատուս քվոյին վերադառնալն է։ Անդրադառնալով բանակցությունների ընթացքին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։ Հույս է հայտնել, որ համաձայնագիրը շուտով կյանքի կկոչվի, սակայն վերջնական համաձայնություն դեռևս չկա։ Իսկ Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու շուրջ համաձայնությանը։ Այս գործարքն արդեն անհանգստացրել է Միացյալ Նահանգներին, քանի որ դրանով Թեհրանն ավելի է մեծացնում ստրատեգիական ջրային ուղու վերահսկողության հարցում իր ազդեցությունը։ The New York Times-ը գրում է, որ Պարսից ծոց մտնող նավերը կօգտվեն Իրանի ափամերձ գոտով անցնող երթուղուց, իսկ ծոցից դուրս եկողները Օմանի տարածքին ավելի մոտ գտնվող ուղուց։ Ըստ պաշտոնական Թեհրանի համաձայնագիրը մաքսատուրքեր չի նախատեսում, սակայն ենթադրում է սպասարկման վճար։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է վերադառնա բաց միջազգային ջրային ուղու իր կարգավիճակին։ Իրանի դեմ պատերազմում Միացյալ Նահանգների բանակը սպառել է բարձր ճշգրտության հեռահար հրթիռների մեծ մասը, հայտնում է Reuters-ը։ Ըստ հրապարակման, իրավիճակը մտահոգությունների պատճառ է դարձել ամերիկացի վերլուծաբանների մոտ, քանի որ ապագա հակամարտություններում նման զենքեր չունենալու հանգամանքը կարող է թուլացնել նահանգների դիրքերը։ Նման զենքերից յուրաքանչյուրը արժե ավելի քան $1 միլիոն, և դա հետագայում անհրաժեշտ է լինելու նաև Չինաստանի հետ հնարավոր ցանկացած հակամարտության ժամանակ։ Կենտրոնական հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրը նաև հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Մերձավոր Արևելքում գրեթե սպառել է ցամաքային հիմքով հրթիռները, որոնք ուներ նախքան պատերազմի սկսվելը։ Վերադառնանք Հայաստան, գրեթե ամեն շաբաթ գլխավոր ուժերի հետ հանդիպումներ են եղել, քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը, նշել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Հայաստան դաշինքի հետ հանդիպում եղել է, Կարապետյանը բացասական պատասխան է տվել, արձագանքելով հարցին, թե որ ուժերի հետ են հանդիպումները և արդյոք պայքարը փակուղի չի մտել։ Կարապետյանը նշել է նաև, թե ամեն ինչ անում են օրինական ճանապարհով իշխանությանը հեռացնելու համար և պատրաստ են այդ հարցում համագործակցել բոլոր ուժերի հետ, սակայն դա չի լինելու երկիրը ցնցումների տանելու ճանապարհով։ Փաշինյանը ամեն օր գնալով ձախողվելու է։ Ես վստահ եմ գալու է օրը հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։
Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը Այդ հույսով էլ եմ, ուրիշ հույսեր էլ ունեմ։ Եվրոպային դեռ չի հաջողվում միգրանտների առաջ փակել դռները, այդ նպատակով հազարավոր անօրինական ներգաղթյալների ժամանակավոր կեցության պայմաններ ապահովելու համար այսօր Արևմուտքը այլընտրանքներ է փնտրում միության տարածքից դուրս։ Իտալիան առաջարկ է արել անվտանգ համարվող երրորդ երկրներում ստեղծել կենտրոններ, որտեղ Եվրամիությունից վերադարձի ենթակա օտարերկրացիները կսպասեն իրենց ապաստանի դիմումների քննության ավարտին։ Եվ այդ երկրների ցանկում Հայաստանն էլ կա։ Մեր երկրի արտգործնախարարությունը նման հայց չի ստացել։ Ժամին հայտնել են դիվանագիտական գերատեսչությունից։ Եվրոպան փորձում է անօրինական միգրացիայի բեռը տեղափոխել իր սահմաններից դուրս։ Իտալիան առաջարկում է անվտանգ համարվող երրորդ երկրներում ստեղծել կենտրոններ, որտեղ Եվրամիությունից վերադարձի ենթակա օտարերկրացիները կսպասեն իրենց ապաստանի դիմումների եւ ներգաղթային փաստաթղթերի քննության ավարտին։ Հնարավոր երկրների ցանկում աֆրիկյան ու ասիական մի շարք պետությունների հետ նշվում է նաեւ Հայաստանը։ Նախատեսվում է Եվրամիությունից դուրս ձևավորել կենտրոնների ցանց անօրինական ներգաղթյալների վերադարձը կազմակերպելու եւ միգրացիոն հոսքերը կառավարելու համար, իսկ ծրագրի ֆինանսավորումը առաջարկվում է իրականացնել Եվրամիության միջոցներով։ Մասնագետները սակայն այն կարծիքին են, որ ներգաղթյալների մեծ հոսքը կարող է հանգեցնել երկրում հանցավորության աճին։ Ազգային անվտանգության խնդիր կա, էլի միգրանտների այդքան մեծ քանակությունը մի երկրում, բնականաբար ուղարկում են առաջարկում են երկիր, որին վստահում են, Հայաստանը, որ եվրոինտեգրման ուղին է վերցրել, դրա համար Հայաստանը ուզում առաջարկեն, պետք է առանձին պայմանավորվել, որ Հայաստանը իրանց ընդունի։ Որևէ կենտրոն Հայաստանում չի կարող ստեղծվել միայն Եվրամիության կամ Իտալիայի որոշմամբ, նշում են փորձագետները, քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ եւ նախաձեռնության իրականացումը պահանջելու է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը եւ համապատասխան միջազգային պայմանավորվածություն։ Փորձագետները նկատում են, որ ֆինանսական աջակցությունը իրականացվել է այն նպատակով, որպեսզի շահագրգռեն այն պետություններին, որոնք կհամաձայնեն ընդունել փախստականներին։ Հնարավոր ներգաղթյալների թվում, ըստ փորձագետների, դժվար թե գտնվեն բժիշկներ, ուսուցիչներ կամ գիտնականներ, այսինքն հիմնականում լինելու են միջին կրթվածության մակարդակի քաղաքացիներ, որոնք այժմ լուրջ խնդիրներ են ստեղծում հենց Եվրոպայի համար։ Հիմա եվրոպական պետությունները ունեն իսկապես իրենց համար գոնե թե ազգային նկարագիր պահպանելու, թե ազգային դեմք պահպանելու, թե եվրոպական պետություններում միգրացիոն հոսքերը կառավարելու խնդիրներ, եւ այս նախաձեռնությունը մեծ առումով նպատակ ունի եվրոպական միության պետությունների խնդիրները լուծել, որովհետեւ միգրացիոն հոսքերը հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ գոյաբանական խնդիր առաջացնեն եվրոպական պետությունների համար։ Արտաքին գործերի նախարարությունից ժամին հայտնեցին, որ նման նախաձեռնության մասին տեղեկություն իրենց հայտնի չէ։ Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել, այս մասին ասաց արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անի Բադալյանը։ Վերլուծաբանների գնահատմամբ սա նշանակում է, որ Երևանը պաշտոնական առաջարկ առայժմ չի ստացել։ Նրանք կանխատեսում են միգրացիոն մեծ հոսքերի ավելացում նաև Հայաստանի հարևան երկիր Իրանից։ Պետք է հասկանանք, որ Իտալիան մեր տարածաշրջանում Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցներից մեկն է, գործընկերներից Եվրոպական միությունում հիմնական գազի գնորդը ադրբեջանական հենց Իտալիան է։ Չի բացառվում, որ իտալական առաջարկության հիմքում ադրբեջանական հուշում է կապված Իրանի հետ հնարավոր զարգացումների մասին։ Մասնագետների գնահատմամբ իտալական առաջարկի ընդունումը դեռևս կանխորոշված չէ, իսկ Հայաստանը ծրագրում կարող է ընդգրկվել միայն պաշտոնական բանակցությունների եւ իր համաձայնության դեպքում։ Նրանց կարծիքով հնարավոր որոշումից առաջ անհրաժեշտ է գնահատել դրա իրավական, անվտանգային եւ սոցիալական հետևանքները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխանցումների ծավալը ավելացել է 130%-ով։ Այս ցուցանիշներում ներառված են նաև ոչ առևտրային եւ առևտրային փոխանցումները։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի խոսքով այս պահին մեր երկրում կապիտալի եւ մարդկանց այնպիսի հոսքեր չեն արձանագրվել, որոնք կարող են համադրելի լինել 2022 թվականից հետո ընկած ժամանակահատվածի հետ։ Սննդի առաքման ոլորտում օգոստոսի 1-ից լայնածավալ վերահսկողություն է սկսվել։ Սա ՏՄ-ից փոխանցում են, որ խստացումը կապված է առաքման ծառայությունների ընդլայնմամբ եւ քաղաքացիների բողոքներով առաքիչների արտաքին տեսքի, առողջական վիճակի եւ ոչ պատշաճ մաքրված պայուսակների վերաբերյալ։ Սահմանված ժամկետն արդեն սպառվել է, 2-3 հազար առաքիչ պետք է բժշկական զննություն անցնի ու սանիտարական գրքույկ ունենա, իսկ պահանջը չկատարելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Պատճառը հետևյալն է, դեռևս տարվա սկզբին մարտի կողմերը մենք արդեն շատ ստանում էինք բողոքներ, որ այ առաքիչ եկավ կեղտոտ էր, փնքի էր, ոնց որ հիվանդ էր, կեղտոտ պայուսակով, այսինքն առաջի հերթին առաջնորդելով այդ բողոքներով, եւ որ այդ ոլորտը ավելի զարգացել է հիմա, եւ ոնց որ թե մի փոքր մեր վերահսկողությունից դուրս է մնացել։ Այդ առաքիչների վերաբերյալ ոնց որ կոնտրոլ չկար։ Այս սա հաշվի առնելով մենք որոշեցինք, որ այստեղ պետք է քայլեր կատարել, զգուշացրեցինք տնտեսավարողին եւ հիմա արդեն քայլերն արվում են։ Հայկական ջրերը էլ չեն հագեցնի ռուսների ծարավը, դաշնություն արգելել է ավելի քան 70,000 շիշ խմելու և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Այս ցանկում է հայտնվել նաև բջջին ևս երկու տնտեսվարող, ռուսական կողմը սա պայմանավորում է իր քաղաքացիների կյանքի անվտանգությամբ։ Օրվա լրահոսը հաջորդիվ մեկ տեսաշարում։ Ռուսաստանում գործող պետական մակնշման համակարգը վերահսկող մարմնի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից արտահանված ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը։ Արգելքը վերաբերում է միայն որոշակի արտադրական խմբաքանակների և գործում է մինչև անհրաժեշտ ստուգումների ավարտը։ Համակարգը միացված է երկրի բոլոր դրամարկղերին, ինչը թույլ է տալիս անմիջապես դադարեցնել տվյալ ապրանքների վաճառքը թե խանութներում, թե առցանց հարթակներում։ Պաշտոնական պարզաբանմամբ որոշումը պայմանավորված է սպառողների կյանքի և առողջության համար հնարավոր վտանգների կանխարգելման, ինչպես նաև արտադրանքի նկատմամբ սահմանված պարտադիր պահանջների հնարավոր խախտումներով։ Միաժամանակ նշվում է, որ սահմանափակումը չի տարածվում նույն արտադրողների մնացած արտադրանքի վրա։ Կենտրոնական բանկը կրկին անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այն պահպանելով 6.5%-ի մակարդակում։ Կենտրոնական դրամատան հաղորդմամբ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը շարունակում է կազմել 8%, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը 5%։ Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոփոխվել է 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, երբ այն 0.25%-ային կետով նվազեցվեց, դարձնելով 6.5%։ Երուսաղեմի հայ դատի հանձնախումբը դատապարտել է հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը։ Օգոստոսի 3-ին 6 հրեա տղամարդ ձերբակալվել են Հայոց Պատրիարքարանի Սուրբ Հակոբ վանքը թիրախավորելու համար։ Նրանք թքել են Սրբոց Հակոբյանց Մայր տաճարի Սուրբ Գութքի վրա եւ քարեր նետել հայ բնակիչների տների ուղղությամբ։ Ոստիկանության տվյալներով ձերբակալվածներից 3-ի նկատմամբ սահմանվել է Երուսաղեմի 5 քաղաքի մուտքի 15-օրյա արգելք։ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ նման հարձակումները վկայում են անպաշտպանության մթնոլորտի մասին եւ կոչ է արել Իսրայելի իշխանություններին ապահովել հայ համայնքի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու եւ նրանց կաշառք տալու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ։ Կոմիտեից նաև նշում են, որ նախաքննության շահերից ելնելով այս պահին այլ մանրամասներ չեն հրապարակում։ Ըստ լրատվամիջոցների ձերբակալված պաշտոնատար անձինք կասկածվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ձկնորսներին ուղղորդելու մեջ կարմիր գրքում գրանցված Սևանի իշխանի ապօրինի որս կազմակերպելու նպատակով։ Արարատի մարզում այսօր առավոտյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այգաբանի կամրջի հարևանությամբ բախվել են 4 ավտոմեքենա՝ Nissan, Kia եւ 2 Opel։ Ֆոտոլրագրող Շամշյանի փոխանցմամբ վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նրանց տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Երիտասարդ աղջիկը հազանգում է Սասունցի Դավիթ Կայարանի մոտ իրենց շենքից ոչ հեռու անհայտ անձը հարձակվել է իր վրա, վնասվածքներ պատճառել եւ հափշտակել դրամապանակը։ Աղջիկը տեսանյութ է հրապարակել, ներկայացնելով ստացված վնասվածքները ու պատմել դեպքի մանրամասները։ Նրա խոսքով հարձակվողը արտաքուստ կասկածելի չի թվացել, սակայն հանկարծակի մոտեցել է, գետնին գցել իրեն եւ փորձել վերցնել պայուսակը։ Հանգամանքները պարզվում են։ Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված մշակութային կենտրոն։ Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն կընդունի Կոտայքի մարզի Գառնի բնակավայրում գտնվող շենք-շինություններ եւ հողամասեր գորգերի թանգարան հիմնելու նպատակով։ Գույքը կամրացվի ԿԳՄՍ նախարարության թանգարանի ստեղծման եւ գործունեության ապահովման համար։ Կենտրոնում կներկայացվի հայկական գորգարվեստի պատմությունն ու արժեքավոր հավաքածուները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Այժմ օդերևութաբանական կանխատեսումներ, եղանակի տեսության հովանավորն է գերմանական Vaillant ապրանքանիշը, գերմանական որակի առաջատար տեխնոլոգիաների եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Vaillant ձեր բնակարանի
կայուն եղանակը։ Հիմա տեսնենք ինչ ջերմաստիճան է սպասվում մեր երկրում եւ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 22-ից 30, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 32-ից 38 աստիճան ջերմություն։ Լոռիում կլինի 24-ից 27, Տավուշում 26-ից 30 աստիճան։ Արարատում, Արմավիրում սպասում ենք 34-ից 38, Սյունիքի հովիտներում 33-ից 37 աստիճան ջերմություն։ Սյունիքի նախալեռներում կլինի 25-ից 28 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց տեղումների, գիշերը սպասվում է 22-ից 24, ցերեկային ժամերին 35-ից 37 աստիճան տաքություն, իսկ երեկոյան կլինի 30-ից 32 աստիճան ջերմություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։